առավոտ, սիրելի հետևորդներ ջան, օրը շաբաթ է և ես քիչ հետո պիտի շտապեմ աշխատանքի։ Արդեն շատերդ գիտեք, չէ, որ շաբաթ-կիրակի օրերին վաղ առավոտյան ժամերին եմ գնում աշխատելու և շուտ էլ վերադառնում եմ տուն։ Բայց ամեն դեպքում որոշեցի իմ մեկ բաժակ սուրճով միանալ ձեզ մի փոքր զրուցել, հատկապես 3 վլոգ չեմ նկարահանել և գիտեմ, որ եթե այսօր էլ չանեի, ապա կկարոտեք, արդեն ասել եք, գիտեմ և շատ շնորհակալ եմ ձեզ, որ իմ բացական այդքան նկատելի է լինում ձեր համար։ Հիմա ուզում եմ տեղը լրացնել և այսօր էլ հասցնել այս վլոգը ավարտին հասցնելու արդեն ձեզ մատուցել։ Դեպ ասեմ նաև նոր ջազվա եմ վերցրել, հասարակ և գեղեցիկ, մատչելի, բոլորիս։ Էլի եմ ունեցել սրանից, սրա մեծն եմ ունեցել, սիրելիներս, և այսպես ասած ամեն ինչն էլ իր ժամանակն ունի, մաշվում է, կոտրվում է, փայլն է ընկնում, կարևորը որ մենք լավ լինենք, մենք առողջ լինենք, և իհարկե ամբողջ աշխարհին էլ խաղաղություն լինի ու թող այս բարի առավոտվա ժամերի հետ իմ մեծ բարի խոսքերը խշի թևով տարածվեն ամբողջ աշխարհում, սիրելիներս, քանի որ ամենակարևորը խաղաղությունն է, առողջությունն է, հետո նոր մնացածը հաջորդաբար։ Այսպես, այս ջազվայի մեջ մի քիչ արագ է ընթում, շատ չի բարձրանում, այլ կարելի ասել միանգամից սկսում է եռալ, հատկապես երբ որ մեկ բաժակ է լինում ու այդ դեպքերում խշշոցներով բարձրանում է։ Այս ջազվայի տեսակն էլ դա է, մի քիչ չափազանց շատ է խշշում, լցնելու պահերին էլ այդպես կաթիլները տարածում է։ Դրանից խուսափելու համար մի փոքր պտտում ենք, այդ պահը հանդարտվում է, ապա նոր միայն լցնում ենք, որ մեր շուրջ բոլորը սուրճի կաթիլներով չվաղողենք։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր որոշել եմ լիմոնի բերքահավաք անել, այսօրվա իմ վլոգը դրան եմ ուզում տրամադրել և այստեղ էլ նաև գնել էի լիմոնի ճզմիչ, հետարքիր բառեր ունենք, չէ, մենք հայերս, երբեմն այնպիսի բառեր, այնպիսի տառերի դասավորվածություն, որ երբեմն լեզվիս այդհակում ենք թույլ տալիս, անկեղծ մի քիչ պետք է նման բառերը տրամադրվեն, որպեսզի այդ լեզվիս այդհակումները չլինեն մեր մոտ, ինչևէ, շատ գույնը ինձ դուր եկավ, մանուշակագույնն եմ ընտրել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ մանուշակագույնը հարստության, երջանկության խորհրդանիշն է համարվում, հնում թագավորները մանուշակագույն հագուստներ են կրել, մանուշակագույնը շատ լավ խորհրդանիշներ ունի, կարող եք ձեր առօրյայում մտցնել և անգամ նույնիսկ տրամադրությունը բարձրացնում, դրա համար էլ սա եմ ընտրել։ Հիմա սիրելիներս էլի եմ ունեցել տարիներ առաջ, բայց դրանք արդեն ամբողջը այլ մատերիալից է եղել, իսկ սա արդեն ապակի է թափանցիկ, իմ սիրելի։ Նաև վերջին տարիներին մի քիչ ուշադրություն չէի դարձնում, որ վերցնեմ էլի իմ խոհանոցում ունենամ և միայն լիմոնը օգտագործելու ժամանակ շերտերով էի օգտագործում, դրա համար էլ ուշադրություն չէի դարձրել, բայց որոշել եմ, երբ որ լիմոնը բերքահավաք կատարեմ, արդեն այլ ձևով սկսեմ օգտագործել։ Իդեպ ասեմ, այդ նիհարեցնող սնյուզին դեռևս մի քիչ ունեմ բանկայի մեջ, սառնանում է և նրան միայն օգտագործում եմ քնելուց առաջ, բայց ասեմ, որ ինձ վրա ոչ մի փոփոխություն այս օրերին չեմ նկատել, դեռևս նաև կշեռքը չեմ ձեռք բերել, քանի որ դեռևս իմ պատվերը չեմ բերել։ Այսպես, հետևեմ, որպեսզի չթափվի և գազօջախի վրա չտարածվի, էլի գործ չբացվի, առանց այն էլ շատ է գործը, սիրելիներս,
երեք շատ գործեր ունեի, այդպես այս կողմ այն կողմ դրա համար էլ չկարողացա ձեզ միանալ, իդեպ ասեմ նաև պեչն եմ հանել տնից, առանց ձեզ եմ հանել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այդքան էլ իմաստալից չէր, ընդամենը այդ քանդել եմ, հանել եմ և տարել եմ դուրս այնտեղ հատուկ տեղ եմ դրել, որ չգիտեմ, եկող տարի կօգտագործեմ, թե ոչ, քանի որ շատ եմ հաշված իմ պեչը, տեսնենք։ Արդեն եռում է իմ սուրճը, իթե բարձրացավ, հիմա էլ ինչպես որ ասեցի, պտտեմ այսպես խշտշոցները գնամ ու կլեցնեմ։ Միգուցե այս ջազվայի հետաքրքրությունն էլ իր խշտշոցների մեջ է։ Այսպես ամեն ինչն էլ հետաքրքիր է, չէ, և կյանքը հենց դա է, սիրելի հետևորդներ ջան։ Այս բաժակն եմ ընտրել, որովհետև շատ վաղուց այս բաժակով չէի սրճել և երբեմն կարոտում ենք, չէ, անգամ մեր օգտագործելու իրերին և ուզում ենք, որ այդպես փոփոխություն մտցնենք և մեզ լավ զգանք։ Թեպետև շտապում եմ, բայց տաք է, մի փոքր հովանա, որպեսզի ավելի հանգիստ վայելեմ, ոչ թե լեզուս այրելով, և մինչ այդ, սիրելի հետևորդներ ջան, դե իհարկե լիմոնի բերքահավաքը աշխատանքից հետո, իսկ հիմա ուզում եմ ձեր հետ կիսվել նաև այս թեմայով, սա դափնուտերևն է, բոլորիս հայտնի լավրորի լիստը, սա ինձ նվիրել են, սիրելի հետևորդներ ջան, այս օրերին երևի նկատած կլինեք, որ այստեղ կախված էր գազօջախի խողովակից, որպեսզի ինքը չորանա և արդեն չորացել է, ահա մի քանի ճյուղ ունեմ, որը ինձ շատ երկար ժամանակ կհերիքի և բոլորը կոկոմած է, այսինքն հիմա շրջանն է, որ դափնուծառը պիտի ծաղկի, արդեն 10 օր է գրեթե, սա ես ունեմ։ Մի մասը տերևները արդեն պոկել եմ, այստեղ, ահա, և սրանք էլ, ասենք, այսպես թեկուզ մեկ բաժակ սուրճը վայելելու ընթացքում, այսպես պոկում եմ, որպեսզի գործը ինչ-որտեղ առաջ գնա։ Ընդհանրապես, երբ որ գործերը շատ ա լինում, երբեմն էլ ժամանակ չի լինում, որ երկար նստելու ժամանակը անցավ, ինչքան որ նստեցինք ձմռանը մեր տաք տներում, հիմա արդեն պետք է շտապենք։ Ինչն է ուզում ասել հատկապես, ասենք տերևները պոկեցի, բա չեք ասում, այդ կոկոմները ինչ եմ անելու, սրանք ամուր կպած են ճյուղի վրա, սիրելիներս, մի հատ այսպես կտրեմ, լավ չորացել ա, լավ ընտիր, ասեմ, որ տերևները պետք է պահեմ թղթե տոպրակում, որտեղ որ շատ լավ է պահպանվում, այսպես, երբ որ տերևները պոկում եմ, սիրելիներս, այս ճյուղերը նույնպես օգտագործում եմ այնտեղ, որտեղ որ հարկավոր է դափնու տերև օգտագործենք, ահա, այսպես, սրանք էլ այսպես են պահելու, սիրելիներս, քանի որ նորից շատ օգտակար են, շատ բուրումնավետ է, օգտագործվում է նաև թեյերի տեսքով, շատ-շատերն են օգտագործում, մարդիկ կան ինձ ծանոթ, որ գիտեմ իրենց թեյերը սրանով են վայելում և շատ են հավանում, ես ինքս անձամբ չեմ օգտագործել, քանի որ այդքան էլ թեյերի սիրահար չեմ, միգուցե դրանից է, բայց կարելի է փորձարկել, մի խոսքով սա էլ պիտի այս տերևները պոկեմ և արդեն կարելի է նաև մի փոքր շտապել և չուշանամ աշխատանքից, որից հետո էլ, սիրելի հետևորդներ ջան, արդեն կզբաղվեմ լիմոնի բերքահավաքով և լիմոնի էտով, ինչքան կկարողանամ, խորհուրդներ կտամ, օգտակար բաներ կասեմ և ինչ-որ մի ձևով էլ իմ լավ ընկերներին օգտակար կլինեմ։
Եղանակը մռայլ է, սիրելիներս, 3 լավ արևեր, շոգեր, դրա համար էլ ես իմ պեչը հանել եմ, կարիք չկար, ասենք, ճիշտ է, ցուրտ օրեր լինելու են, քանի որ դեռևս բառավի ուլերը պիտի գան, ինձ թվում է ճանապարհ են ընկել, իր բառավի հետ ուլերը գալիս են եւ թող խերով բարով գան, վնասներ չտան մեր բնությանը։ Ընդհանրապես այդ պատմությունը ասոցացվում է, չէ, միշտ էլ եւ ինչ որտեղ անհանգստություն է առաջացնում բոլորիս մոտ էլ եւ սիրելիներս, դա ընդհանրապես բնության տարերքներ են, որը մեր նախնիները, այսպես ասեմ, այդպիսի պատմությունների հետ են կապել եւ կյանքը հետաքրքիր են դարձրել։ Չմոռանալ, որ բնությունը իր տարերքները միշտ էլ ունենում է եւ պետք չէ վախենալ, անհանգստանալ եւ ինչ որ այդպես լարված վիճակում լինել, թե էսա պառավի ուլերը, էս կանի, են կանի, ընդհանրապես պետք է հետևել եղանակի տեսությանը, նայել երկնքին եւ հասկանալ, թե որ պահին ինչ գործ ձեռնարկենք, որ պառավի նման մեր ուլերը կորստի չտանք։ Հիմա ես իմ սուրճը կվայելեմ եւ կշտապեմ, սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, գործը արագացնելու համար որոշ բաներ եմ կատարել, այս գնացել եմ բաղչի 4 գոմաղբ եմ բերել, ահա մոտեցնեմ, որը գրեթե արդեն կարելի ասել հող է, բայց շատ ուժեղ է, ինքը ինչպես տեսնում եք փխրուն է եւ հումուսը շատ է։ Հիմա գործս այն կողմ է ես սկսել, բայց քամի խանգարում էր, կիսատ եմ թողել։ Հիմա լիմոնը քաշելով բերում եմ։ Սիրելի հետևորդներ ջան, կարելի ասել մեծ մասն արել եմ, լիմոնները քաղել եմ, որոշակի էտել եմ, մի քանիսը որ թողել եմ, դա կմնա, իսկ այստեղ մի ճյուղը որ թողել եմ, սիրելիներս կոկոմներ կան, նույնիսկ բերք կա վրան, կմոտեցնեմ ցույց կտամ, ու հիմա քանի որ հեռուներում նաև ամպն է գոռում, ես էլ շատ մեծ դժվարությունով սա տնից հանել եմ, մյուս կողմում էի արդեն սկսել նկարահանումներս, բայց այդ կադրերը ես ջնջեցի, քանի որ քամի շատ էր խանգարում, տերևները ցիրուցան էր անում, ձայնս էլ այդքան հստակ չէր լսվում, իսկ արդեն տան այս հատվածում ոնց որ թե մի քիչ խաղաղ է, համել ոնց որ թե քամին էլ է հանդարտվել, հիմա շարունակեմ, սիրելիներս, հա, բա լիմոնները ցույց չտամ, սիրելի հետևորդներ ջան, տեսեք թե ինչքան շատ լիմոններ եմ քաղել, ահա մոտեցնում եմ, խնդրեմ, այսքան լիմոն եմ քաղել, 30-ից ավել է, հաշվեցի, հետո հաշիվս կորցրեցի, այսպես, այստեղ էլ տերևներն են, մի հատ այս բաները ցույց տամ, հետո արդեն ավելի մանրամասը կասեմ, հիմա սիրելի հետևորդներ ջան, տեսեք թե ինչքան մեծ ճյուղեր եմ պոկել, ահա սա, դե ոչինչ, հիմա այստեղ այս կողմ կդնեմ, որպեսզի հեշտ լինեմ, ահա, այսպիսի ճյուղեր եմ կտրել, առանց ափսոսալու, մեծ ճյուղեր եմ կտրել, խնդրեմ, որպեսզի իմ լիմոնի ծառը նոր թափ եւ նոր ուժ ստանա, ահա, սա ցույց եմ տալի, որ դուք էլ երբ որ սկսեք ձեր ծառը էտել, չափսոսակ եւ առանց ափսոսալու, ահա, այսպիսի հաջորդը ցույց տամ, ահա, այսպիսի մեծ ճյուղեր եմ կտրել, սիրելիներս, եւ սա դեն եմ նետելու, սա պիտանի չէ ինձ պետք չէ, ահա, այսպես, նույնիսկ այսպիսի հաստ ճյուղեր, մի խոսքով, հիմա ճյուղերը մի կողմ եմ դնում, սա կտանեմ արդեն կթափեմ, եւ ասեմ, որ սիրատերևները նույնպես թեյի համար օգտագործելի, բայց այս պահին դրա ժամանակը չէ, եւ սրանից մենք թեյի տերևներ չենք վերցնում, քանի որ ամբողջ տարին
լիմոնի ծառը կա, մեր մոտ է, վայ, ուրեմն համ կոկոմներ ունի, համ բերք ունի, համ էլ նոր առաջացող բերք ունի, սիրելի հետևորդներ ջան, էդի մկրատը այստեղ է վերցնեմ, կարծում եմ այստեղ տեսադաշտը շատ գեղեցիկ է, և ինչ որտեղ նաև խաղաղ է, քամին էլ խաղաղվեց, դե շատ բարի, հիմա սիրելի հետևորդներ ջան, այստեղ տեսնում եք, թե ինչպես խորը էտ եմ կատարել, քանի որ իմ լիմոնի ծառը կարիք չուներ ավելի խորը էտելու, բայց ամեն դեպքում հիշում եք չէ ինչքան շատ ավել փարթամեր, ճյուղերն էլ ցույց տվեցի եւ ահա այստեղ կտրել եւ գեղեցիկ ձևավորել եմ, ահա խնդրեմ նաեւ վերջում կմոտեցնեմ տեսախցիկը եւ հատ առ հատ ցույց կտամ, հիմա իմ կատարած գործողությունն եմ ուզում նկարագրել, ահա սիրելիներս, քանի լիմոն եմ թողել, սրանք կմնա որպիսի որոշ ժամանակ մեր աչքը շոյի, թե իմ եւ թե ձեր, ահա 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 հատ լիմոն եմ թողել, որ ամեն դեպքում իմ լիմոնի ծառը գեղեցիկ լինի բոլորիս համար եւ արդեն ոնց որ թե բոլորը էտել եմ, այստեղ այս ճյուղն է մնացել, ահա խնդրեմ, սա պետք չէ, ավելորդ է, սա էլ եմ կտրում, այնպես որ այսպես 4 կողմ պտտվում ենք և ուշադիր նայում ենք, հասկանալու համար արդյոք որ ճյուղն է լավը, որ ճյուղն է ոչ պետքական, դա արդեն ինքներս պետք է հասկանանք, սիրելի հետևորդներ ջան, դա առանձնակի մասնագիտություն չէ, այլ ուղղակի մենք նայում ենք, արդյոք այս ճյուղը խանգարող է, թե խանգարող չէ, ստվեր է գցում մյուս ճյուղին, թե չի գցում, իդեպ նաև ասեմ, որ կենտրոնական մասը էտելու ժամանակ հնարավորինս այս կենտրոնական միջուկային տարածքը ազատ պետք է թողնենք, այստեղ ևս մեկ փոքրը մնացել է, հիմա սիրելի հետևորդներ ջան, ընդհանրապես եղել է ժամանակ, որ նման վիճակով, երբ որ այսպիսի խորը էտ եմ կատարել, նաև հողն եմ փոխել, սակայն հիմա պետք չէ հողը փոխել, քանի որ մի քանի տարի առաջ եմ փոխել եւ դեռ կարելի ասել 1-2 տարի բավական է իրեն, իսկ այստեղ որ այս քիչ քանակով հողը բերեցի, դա ընդամենը կավելացնեմ վրան Հիմա, քանի որ էտը կատարվել է, այստեղ էլ արդեն թե նոր կոկոմներ կան, թե նաև նոր առաջացող վերք կա, դրա համար այս միջուղը չեմ կտրում, եթե դա չլիներ, ահա այս հատվածից պետք է կտրեի, այստեղից պետք է կտրեի, հիմա դա թողնում ենք այդտեղ, ոչինչ, կարող եմ նույնիսկ կտրել, որպիսի ծառը այս ուղղությունով հավասարություն ձեռք բերի, սիրելի հետևորդներ ջան, բայց այս ճյուղի վրա մի քիչ այլ նպատակներ ունեմ, տեսնեմ ինչպես կստացվի, լինում է դեպքեր, երբ որ խաբուսիկ է լինում, կոկոմները թափվում է, բերքը թափվում է, մի քիչ կհամբերեմ, և կտեսնեմ, եթե պահեց շատ բարի, եթե չպահի, ապա ամառվա ընթացքում կկտրեմ և կհավասարեցնեմ այս մակարդակի վրա կպահեմ, սիրելիներս, հիմա արդեն քանի որ էտել եմ և բերքահավաք եմ կատարել, թեպետ շատ եմ ափսոսում, որ այսքան բերքը քաղեցի, ձեզ էի միացել և այդ կադրերը, չստացված կադրերը եղան և ստիպված ես այդ կադրերը ջնջեցի, բայց ինչև է, ոչինչ, հիմա շարունակեմ, տեսնեմ ինչ եմ անում, սիրելիներս, քանի որ եղանակը փոխվում է, ինչպես ասացի, ամպը հեռուներում գոռում է, այստեղ եմ բերել և ասեմ, թե ինչի համար, այստեղ փոքր առաջացող կոկոմ կա և երբ որ նոր է առաջանում, կարմրին է խփում, կմոտեցնեմ ցույց կտամ, այսինքն իր աճման շրջանը սկսվել է, համենայն դեպս իմ լիմոնի ծառի մոտ աճման շրջանը սկսվել է, դա կապված է ծառի տեսակից, իր ողջ տարվա ընթացքում խնամքը ճիշտ կատարած վիճակից, մի խոսքով շատ պատճառներ կան, որ ծառը սկսել է նոր
իր աճը թե կոկոմների տեսքով եւ թե նոր ճյուղեր արձակելու, քանի որ այստեղ նորից փոքր ճյուղեր կան, որ տեսնում են, որ ծառը ուզում է աճել ու աճել։ Իր ամանը գիտեք, որ 40 կիլոգրամանոց պղնձի մեջ է, որի մեջ, երբ որ դրսում ենք պահում, պաշտպանում է արևի ճառագայթներից եւ արմատային հատվածը չի խաշվում արևի տաքությունից, այլ այս ամանի մեջ դե դրան մենք բոլորս էլ ասում ենք մալիրովնի, ամենատակը անցքեր ունի, ծակ է եւ ավելորդ ջուրը այդտեղով դուրս է գալի, բայց հիմա քանի որ արդեն այս ամբողջ աշխատանքը ես կատարել եմ, բայց եւս էլի աշխատանք կա, բացի էտելը այս շրջանում եթե անգամ հողը չենք փոխում, սիրելիներս, պետք է կամ դանակով կամ միսուր գործիքով տակը փորել, փորփրել եւ որոշակի արմատներ հեռացնել։ Այ հիմա տեսախցիկը ուզում եմ մոտեցնել եւ արդեն ցույց տալ, թե ինչ եմ անելու։ Նախ եւ առաջ ուզում եմ ցույց տալ այն ճյուղը, որ չեմ էտել, որի վրա թե նոր աճող ճյուղ կա, եւ թե կոկոմներ, եւ թե նոր աճող փոքր բերք։ Սա նոր աճող ճյուղն է, որի վրա ես նկատում եմ փոքր կոկոն։ Այստեղ եւս կա փոքր կոկոն, ահա։ Այդ կարմիրն է։ Իսկ այս տերևը, որ կիսատ է, սա արդեն կարող եմ էտել, պիտի մկրատով կտրել, ահա, այսպես, որպիսի այս ճյուղն էլ գեղեցկանա, և այսպես պտտվեմ, որպիսի ցույց տամ բերքը, ահա, այստեղ էլ դուք փոքր բերքն եք տեսնում, սիրելիներս, և պետք է, որ սա մնա, ընթացքում ես իհարկե ձեզ ցույց կտամ, արդյոք մնացել է թե ոչ, հիմա ուզում եմ ներքևի հատվածում ցույց տալ նոր դուրս եկած կոկոմը, որը սպիտակին է խփում արդեն, կարմիր պահից դուրս է եկել, և այս ճյուղն էլ չեմ կտրել, բայց այստեղ եւս ունենք տերև, որը վնասված է եւ իմ ծառը տգեղ է ցույց տալի, դրա համար սա էլ կկտրեմ, ահա, զգուշորեն, առանց վախենալու։ Դա էլ կտրեցի, գեղեցկացավ իմ ծառը, այստեղ եւս վնասված տերև կա, սա էլ կկտրեմ։ Մի խոսքով ծառին գեղեցկացնում ենք։ Հիմա փորձեմ, ահա, ճիշտ պահել եւ տեսախցիկը եւ աշխատել, այսպես։ Մի խոսքով, ահա, հիմա մոտ տեսքից եմ ցույց տալի իմ էտած լիմոնի ծառը, ահա, խնդրեմ, տեսեք, ինչքան խորն եմ էտել, սիրելիներս, ահա։ Որոշ ժամանակից հետո նոր ճյուղեր է աճելու եւ թափ է ստանալու։ Այստեղ պտտվում է, որպեսզի դուք տեսնեք, եթե լիմոնի ծառ ունեք, դուք էլ խորը էդ կատարեք, սիրելիներս, ահա, խնդրեմ։ Այսպես 4 կողմ պտտվում եմ ես։ Քանի որ ուզում եմ օգտակար լինել, բոլոր նրանց, ովքեր լիմոնի ծառ ունեն, իսկ ովքեր չունեն եւ սիրում են, կարող են սկսել լիմոնի ծառ ունենալ, այստեղ եւս տերևը վնասված էր եւ ես պոկեցի, այստեղ նորից վնասված տերև եմ տեսնում եւ պոկում եմ, այս տեսքն ունի իմ լիմոնի ծառը, բերքը քաղած եւ խորը էդ կատարած, սիրելի հետևորդներ ջան, այստեղ հողն է, որը քիչ անց պետք է լցնեմ, իսկ հիմա ուզում եմ ասել, թե ինչ եմ անելու, ինչպես եմ փորփրելու եւ որոշակի արմատային հատվածները հեռացնել, ահա, արդեն իսկ մի քիչ արել եմ, սա լիմոնի արմատներն է, որը շատ է լիմոնի արմատները, այսպես մի քիչ փորել էի, որ հանեմ, որպեսզի ծառին թեթևություն տամ եւ նոր շունչ տամ։ Այսպես փորեք դանակով կամ սուր գործիքով եւ մակերեսային հատվածներից հեռացրեք, ահա, այսպիսի արմատները, որը խանգարում են լիմոնի ծառի թեթև աճելուն, այսինքն
Հողին էլ է պետք չէ, որ թթվածին մտնի եւ այդպես ամբողջը ինչ որ շատ սեղմված չլինի։ Հիմա այստեղ պատտվենք, այս կողմն էլ։ Այսպես, տեսնում եք արմատները ինչքան են վերևացել։ Ակլորս է կանչում, իր տեղը ցույց է տալի։ Սիմուչկան տանը քնած է, քանի որ ջան, քանի որ զգում է, որ ցուրտ է, ինձ հետ չեկավ, սիրելիներս։ Տեսակ, այս մեծ արմատային հատվածը լիմոնի արմատն է, սա պետք է դեն նետեմ, ահա։ Եվ այսպես ձեռքով ինչ որ տեղել, քաշելով, այս արմատները հանում ենք։ Դրանով մենք լիմոնին արմատային հատվածով եւս թարմություն ենք հաղորդում եւ հնարավորություն ենք տալիս ծառը նաեւ շնչի արմատային հատվածներից։ Ահա, տեսեք։ Այսպես։ Քաշում եմ եւ հեռացնում։ Այսպես, մի քիչ այստեղ։ Հիմա ուզում եմ ցույց տալ իր այս արմատները, տեսեք, սիրելի հետևորդներ ջան, կարող ենք նաև այսպես կտրել։ Ես միշտ այսպես եմ արել եւ իմ ծառին թարմություն եմ հաղորդել։ Դեն կարող եմ հողը լցնել։ Սրանք էլ այսպես։ Կարծում եմ ձեզ պարզ կլինի, իհարկե հարցերի դեպքում կարող եք գրել։ Հիմա սիրելիներ, այստեղ այս հողն եմ լցնում։ Այսպես։ Եվ ձեռքով տարածում եմ։ Մի հատ էլ այսպես լիմոնները տեսնենք, թե ինչքան սիրուն են, փայլում են ուղղակի, թվում է, թե յուղած են, սա էլ տերևները, ճյուղերը ավելորդ, այնտեղ հողը մի քիչ թափվել է, կհավաքեմ, և այստեղ մեր գեղեցկուհի Լիլիան է, երկուսն էլ բացվել են, այստեղ եմ բերել, քանի որ մյուս կողմում քամի շատ էր օրորում, վախեցա ցողունը պոկվի եւ այստեղ եմ բերել։ Ահա, երկուսն էլ բացվել են։ Եվ այստեղ մի փոքր դրսի Լիլիաներն են, այսքան մեծացել են։ Վարդն է կարմիր ճյուղ տվել։ Ահա, այսպես։ Այստեղ պիոնն է, որ այսքան մեծացել է արդեն։ Եվ հիմա ձեզ միանամ զրույցը շարունակելու։ Շատ սիրելի հետևորդներ ջան, ուրեմն այսքան արմատներ հեռացրի, մի քիչ էլ հող է թափվել, դրա համար ծառը մի քիչ այս կողմ եմ ուզում քաշել, քանի որ պետք է ջրեմ, եւ եթե ջուրը գնա արդեն, այդտեղ չեմ ուզում այն հողին խառնվի եւ ինձ համար գործ բացի։ Սա էլ արդեն այս մի կողմ եմ բերում եւ քանի որ ջուրն էլ եմ արդեն բերել, մեկ դույլ ջուր եմ լցնելու, մեկ մեծ դույլ։ Ահա, այսպես։ Ուզում եմ հեռացնել այն հողային հատվածից, նա հետո կհավաքեմ։ Այսպես պտտեմ, մի քիչ ծանր է, բայց այն ոնց ասած մարդու մտքին որ տեղ ալնում, էլ չենք նայում գործը ծանր է, թեթև է, եւ սիրով կատարում ենք, այսպես, ուզում եմ պտտել, մի քիչ էլ, ինչքան էլ դժվար է, բայց պտտում եմ այսպես, ահա։
Հիմա այսքանը լավ է։ Եվ ջուրն եմ մոտեցնում, որպեսզի առատորեն ջրեմ։ Ահա։ Տեսնում եք սիրելիներս, մեկ լիքը տույլ եւ ամբողջը պիտի ջրեմ։ Իհարկե կամած, քանի որ հողը նոր եմ լցրել եւ ջրի հետ դուրս չգա։ Հնարավորինս պետք է այսպես ջրեմ շուրջ բոլոր հարմար վայր ենք ընտրում։ Արագորեն ջուրը ներ է քաշում։ Շատ լավ, այսպես հանգիստ, դանդաղ։ Գիտեք չէ, որ դույլը լիքն է լինում, կողքերով թափվում է, դրա համար էլ բաժակ չբերեցի, սիրելիներս։ Երբեմն շտապելուց բաներ կան, որ գրեթե բոլորս էլ այդ պահին անտեսում ենք, մտածում ենք, որ լավ է, այդպես էլ կլինի։ Չնայած եղանակը մռայլ է ու ցուրտ, բայց իմ սոխակները երգում են։ Այսպես շուրջ բոլոր պտտվում եմ և ջրում եմ։ Ինքը ավելորդ ջուրը դուրս կգա։ Հետո երբ որ կտեսնեմ եղանակը ցուրտ է, քաշելով կտանեմ տուն ու իջանցքում կթողնեմ արդեն։ Այսպես է։ Հավաքում եմ, այսպես օգնում եմ, որ հողը նստի։ Եվ այս նոր հողի սնունդը գնա ու վերցնի իմ ծառը։ Այսպես է։ Ճտճտալ են, ջուրը քաշում է ներս։ Այսպես առատորեն Ջան, ակլոր ջան, այսպես առատորեն ջրելով, սիրելիներս, ծառին միանգամից արմատային խորը հատվածներով կարելի ասել օդ ենք տալիս։ Քանի որ ամբողջ ձմեռը բաժակ առ բաժակ ենք ջրել։ Հա ջան, ակլոր ջան։ Ահա, այսպես։ Մի քիչ էլ լիմոնի ջրից լիլիային եմ ջուր տալի, քանի որ այս ծաղիկը ծաղկման ընթացքում շատ է ջուր սիրում։ Մի քիչ էլ կարող եմ այսպես ցողել, քանի որ լիմոնը նույնպես շատ է սիրում, երբ իր վրա ջուր ենք ցողում։ Այսպես, թե արմատային հատվածներից, թե ցողունային, թե տերևային, ծառը թարմություն է ստանում, սիրելի հետևորդներ ջան։ Գիտեք չէ, որ տերևներից նույնպես ինքը ջուր է վերցնում։ Հիմա կսկսի ծառը ժպտալ, ինձ և ձեզ։ Այսպես։ Այս պահին մի պահ թվում է, թե ծառը մերկացել է, բայց մի քանի օր հետո արդեն կտեսնեք, թե ինչքան է սիրունացել։ Այսպես։ Կարելի ասել մեր լիմոնի ծառին լողացրինք։ Այսպես, ընտիր։ Այսքանն էլ ջրենք և վերջ։ Այստեղ կմնա իմ ծառը մինչև երեկո, հետո էլի կքաշեմ մյուս կողմ, այս հատվածը իհարկե կհավաքեմ, կմաքրեմ և արդեն կսպասենք լիմոնի նոր տերևներին, կոկոններին և իհարկե առատ բերքին։ Այսպես ենքան պտտվեցի, որ ամբողջ տույլը ես տվեցի լիմոնին։
արդեն հողը նստել է եւ ավելի հեշտ է վերցվում։ Սկզբից երբ որ հողը փափուկ կա լինում, դժվարություն է առաջացնում, բայց հենց որ հողը նստում է, արդեն հեշտ է լինում։ Իսկ հիմա, սիրելի հետևորդներ ջան, ավարտեմ իմ այսօրվա վլոգը եւ շտապեմ մատուցել ձեզ։ Սա իմ լիմոնի բերքը եւ իմ խնամված ու մշակված լիմոնի ծառը։ Եթե ինչ-որ մի բանով օգտակար եղած ես, ապա թե ես կլինեմ գոհ ու շնորհակալ եւ թե դուք։ Պակա, պակա, պակա։